Ավելի քան 400 հայ գործարար աշխարհի 20 երկրից եւ 30 քաղաքից Հայաստանում է, ընդգծելու մեր երկրի աճող դերը որպես գլոբալ բիզնես ցանցի ռազմավարական հանգույց։ Հունիսի 30-ին մեկնարկել է Մանթաշյանց Global Business Forum 2025-ը։ Հիմնական նպատակը, որ հայ գործարարը զգա, որ ինքը ունենա ընկերներ աշխարհի տարբեր կետերից։ Դա վերաբերում է Լոս Անջելեսի հայ գործարարին, դա վերաբերում է, չգիտեմ, Էստոնիայից հայ գործարարին, որոնք որ լինելու են, էլի այստեղ, Շվեյցարիայից եւ այլն, որ իրենք հասկանան, որ մենք մի գլոբալ ցանցի մի մասնիկ ենք եւ սկսեն համագործակցել, աշխատել, պրոյեկտներ անել։ Մեր օրինակ ներդրումային պրոյեկտներ են պրեզենտացիա արվել, օրինակ անցյալ տարի մեր գլոբալ սամիթի արդյունքում մոտավորապես $20 միլիոն ներդրում ա եղել Հայաստանում։ Մեր դրսի գործարարներն եկել ներդրում են արել Հայաստանում, այդ 7 օրերի ընթացքում այդ որոշումները կայացրել։ Լինելու են այստեղ գործարարներ Ֆինլանդիայից, լինելու են գործարարներ Էստոնիայից, լինելու են գործարարներ Լիտվայից, որը որ նախկինում չի եղել մեր մոտ։ Հիմա կա այլի երկրների շուրջ կան։ Չինաստանից բավական մեծ պատվիրակություն է լինելու չինացի եւ հայ գործարարների մոտ 28-ի Չինաստանից են լինելու եւ այլն, այսինքն տարբեր աշխարհագրությունը գնալով մեծանում է։ Ֆորումը կազմակերպվում է Մանթաշյանց գործարարների ակումբի նախաձեռնությամբ եւ անցկացվում է արդեն 4-րդ տարին։ Նպատակն է միավորել հայկական բիզնես ներուժը, խթանել միջազգային գործընկերությունները, ձևավորել փորձի, գիտելիքի եւ կապերի արդյունավետ փոխանակման հարթակ։ Հիմնական խնդիրը, որ այս Մանթաշյանց Global Summit-ի օրերը դառնան օրեր, որի ժամանակ ամբողջ աշխարհից հայ գործարարներ կմիավորվեն եւ քաղաքվեն Հայաստանում։ Սա մեր ոնց որ երազանքն եւ նպատակն է, մենք աստիճանաբար գնում ենք դեպի դրան։ Այս տարվա ընթացքում մոտ 1000 գործարար է մասնակցելու, 7 օրերի ընթացքում մոտ 1000 գործարար է մասնակցելու միջոցառումներին։ Ներդրումային նոր միջավայր, հետաքրքիր կապեր ու հայկական բիզնեսը զարգացնելու լուրջ հնարավորություն։ Սա է առաջարկում հայ գործարարին Մանթաշյանց ակումբը։ Որպեսզի կարողանանք այն խնդիրները, որոնք առավել անհանգստացնում են մեր ակումբի անդամներին եւ ինչի՞ չէ նաեւ հայկական բիզնեսի այլ մասնակիցներին, կարողանանք մեր անհանգստությունները պատշաճ ձևակերպված, պատշաճ հիմնավորած ներկայացնել մեր գործընկերներին, բայց նաեւ ինքներս ենք հանդես գալիս օրենսդրական կամ այլ նախաձեռնություններով, որը որ թույլ է տալիս, որ մեր գործընկերները կառավարությունում կամ այլ մարմիններում կարողանան հնարավորություն ունենալ արձագանքել եւ միասին լավացնել բիզնես միջավայրը։ Էկոնոմիկայի նախկին նախարար ակումբի անդամ Վահան Քերոփյանը նշում է, Մանթաշյանցը բիզնեսմենին հնարավորություն է տալիս պետության հետ երկխոսության մեջ մտնելու եւ իր խնդիրները բարձրաձայնելու հարցում։ Փորձեմ նաեւ այս խոսքով կոտրեմ այն կարծրատիպը, որ մարզերում միայն գյուղատնտեսությամբ են զբաղվում, մենք մարզերում ունենք շատ խոշոր բիզնեսներ, կոնկրետ Լոռիում մենք ունենք բիզնեսներ, որ իրանք ոչ միայն մարզում են, այլ նաև ամբողջ Հայաստանում բիզնեսներ ունենք, որ մասնաճյուղեր ունեն Ամերիկայում, Վրաստանում, Իսպանիայում ունենք բիզնես, որը որ Հայաստանում միակն է իր ոլորտի մեջ, մոտ 1 ամսվա տվյալներով Հայաստանում միակ հայկական մեքենաների եւ ոչ միայն մեքենաների ակումուլյատոր արտադրող ընկերությունը նաև մեր մասնաճյուղից է ու մեր ակումբականն է։ Մեր ընկերությունը զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար աջակցող ու վերականգնող սարքավորումների արտադրությամբ, ինչպես Հայաստանում, նաև ամբողջ աշխարհի համար։ Հայաստանում ցանկացած գործարար, որը որ արտադրող է ու հենց Հայաստանում այն ինչ-որ արժեք ստեղծում, նախասամ Հայաստանը որպես այդպեսին շատ փոքր շուկա է, շուկա չունի, մեր նպատակը պետք է լինի ոնց որ ստեղծենք Հայաստանում, բայց վաճառենք ամբողջ աշխարհում։ Ամերիկայի շուկայի մուտքը եղել է Մանթաշյանցի ծննդյան օրը, երբ որ մենք հանդիպեցինք այնտեղ մեր հիմիկվա արդեն իմ գործընկերին եւ զարգացրեցինք։ Բիզնես հաջողություններից բացի Մանթաշյանցը հայ արտադրողին կարծրատիպեր կոտրելու հնարավորություն է տալիս։ Դե ինչ, նոր հնարավորությունների մեկնարկը տրված է։ Մանթաշյանց Global Business Forum-ը կանցկացվի մինչև հուլիսի 6-ը։